Իրականում ողջին կտակարանը կանխատեսում է, սովորեցնում է մեզ վերափոխման մասին, որն Աստված ծրագրել էր ի սկզբանե, Աստվածաշնչի հենց առաջին էջերից սկսած։ Մեղքը դարձավ պատճառ, որ մարդը վտարվի Եդեմից, իսկ Եդեմն Աստծո հետ շփման եւ մեկանալու վայրն է։ Այսպիսով մեղքի պատճառով մենք վտարվեցինք Աստծո հետ շփումից եւ մեկանալուց։ Մեղքի պատճառով վտարվեցինք հավիտենական կյանքից։ Ծննդոց գրքի առաջին 3 գլուխներն ամբողջ Աստվածաշնչյան պատմության հիմքն են։ Մնացած ամբողջ պատմությունը վերադարձի մասին։ Վերադարձ դեպի Եդեմ, վերադարձ դեպի մեկացում Աստծո հետ, վերադարձ դեպի հավիտենական կյանք։ Խոստացված երկիրն ու տաճարը Եդեմի երկու գլխավոր երկրային խորհրդապատկերներն էին։ Նոր կտակային լեզվով ասած իրականի ստվերը։ Հրեա ժողովուրդն իր ամբողջ կյանքի ընթացքում պետք է համապատասխաներ Աստծո ստանդարտներին եւ հետևեր դրանց, որպեսզի գրավեին խոստացված երկիրը, ապագայում տիրեին դրան եւ հետագայում տաճար ու խորան ունենային, պիտի հնազանդ լինեին Աստծուն։ Աստված հրեաներին խոստանում է վերադարձ խոստումի երկիր եւ իր հետ հարաբերությունների վերականգնում։ Գալիք պատժի մասին խոսող բոլոր մարգարեները խոսել են նաեւ նոր ուխտի խոստման եւ վերստին ծննդի մասին, որը պետք է տեղի ունենար։ Այս խոստումը 3 մասից էր բաղկացած. վերադարձ դեպի խոստումի երկիր, տաճարի վերականգնում եւ հավիտենական պաշտպանություն։ Այդ ընթացքի հիմնասյունը պետք է լիներ Մեսիայի գալուստը, տանջվող ծառայի, ով իր վրա պիտի վերցներ ամբողջ ազգի եւ մարդկության մեղքը։ Ապաշխարության այս ընթացքի անկյունակարը դարձավ խաչը։